нам переключаться уже с первой передачи на вторую. Потому что если мы так будем разбирать текст, мы дойдем до второй главы, может быть. Մենք արդեն մի քիչ արագությունը մեծացնենք, որ եթե այսպես շարունակենք, դժվար հաջորդ գլուխներին հասնենք։ Ну, я думаю, вы увидели, что автор послания к евреям достаточно глубоко и много говорит о Христе, его природе, его превосходстве. Մենք տեսնում ենք, որ Եբրայեցիների հեղինակը բավականին խորությամբ է խոսում Քրիստոսի գերազանցության մասին, նրա բարձր դիրքի մասին։ И поэтому дальше, начиная с 4 по 14 стих, он продолжает говорить о превосходстве Христа. Ուստի 4-ից 14-րդ խոսքերում նա շարունակում է խոսել Հիսուսի գերազանցության մասին։ И стих 4, он является своего рода таким переходным и поднимает вопрос того, что Христос, он выше ангелов. Եվ 4-րդ խոսքը ինքնին անցումային մի խոսք է, որը նաև բարձրացնում է այն հարցը, որ Հիսուսը նաև վեր է հրեշտակներից։ И здесь мы видим 6 таких доказательств превосходства Христа над ангелами. Այստեղ մենք տեսնում ենք 6 ապացույց հրեշտակներից Քրիստոսի գերազանցության վերաբերյալ։ Мы видим серию из 7 цитат из Ветхого Завета, которые доказывают превосходство Христа над всеми ангелами. Մենք այս շարքն ենք տեսնում հին կտակարանից, տարբեր մեջբերումները, որոնք հին կտակարանում հրեշտակներից Հիսուսի գերազանցության մասին են խոսում։ В 4-5 стихе прочитайте этот отрывок. 4-ի 5-ի Да. Ես կարդամ թե Հովնանը։ Հրեշտակներից այնքան ավելի լավ եղավ։ Եթե ուզում ես Լիանա ջան, կարդա։ Չէ, դու կարդա, իմ ձայնել, համել ձայնի փոփոխություն կլինի, էլի։ Կարդա։ Հրեշտակներից այնքան ավելի լավ եղավ, որքան նրանցից ավելի գերազանց անուն ժառանգեց։ Քանի որ հրեշտակներից որին երբևէ ասաց. դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ, եւ դարձյալ ես հայր կլինեմ նրան, եւ նա ինձ որդի կլինի։ Поэтому... 4-й и 5-й. Да, спасибо. Поэтому первое доказательство, которое здесь мы видим, это то, что Христос, благодаря его уникальному статусу избранного царя, обладает превосходством. Առաջին ապացույցը, որ այստեղ տեսնում ենք, որ Հիսուսը շնորհիվ իր յուրահատուկ դիրքի ընտրյալ թագավոր է։ И цель цитаты из Псалма 2, 7 стих, это показать, что Христос обладает таким именем, которым ни один ангел не обладает. Եվ Սաղմոս 2:7-ում ասվում է, որ Քրիստոսը այնպիսի մի անուն ունի, որից որևէ հրեշտակ չունի։ Ни один ангел не занимает такого уникального места, как Сын Божий. Ոչ մի հրեշտակ այդպիսի յուրահատուկ դիրք չի զբաղեցնում ինչ որ Աստծո որդին։ Ну, иногда мы можем найти в Ветхом Завете, что ангелы называются сынами Божьими, книга Иова 1:6 и 2:1. Երբեմն հին կտակարանում մենք հանդիպում ենք, որ հրեշտակները համարվում են Աստծո որդիներ, ինչպես Հոբի 1:2-ում եւ 2:1-ում։ И также Божий народ в книге Исход 4:22 называется сыном. Եվ նաև Ելից 4:22-ում ժողովուրդը, Իսրայել ժողովուրդը անվանվում է որդի։ Но ни разу в Ветхом Завете ангелы
в индивидуальном смысле не называется Сыном Божьим. Բայց ոչ մի անգամ հին կտակարանում անհատական ձևով որևէ հրեշտակի Աստծո որդի անունը չի տրվում։ Поэтому подчеркивается абсолютная уникальность Христа как избранным Богом царя. Ուստի այստեղ բացարձակ ձևով ընդգծվում է Քրիստոսի դիրքը որպես Աստծոց ընտրված թագավոր։ Ну, если вы помните контекст второго псалма, там речь идет о народах, которые собираются против Божьего народа и поставленного Мессию, помазанника. Եթե հիշում եք Սաղմոս 2-ի համատեքստը, այդտեղ ասում է, որ ազգերը հավաքվում են եւ դեմ կանգնում Աստծո որդու Մեսիայի դեմ։ Бог смеется над этим решением народов, и в ответ он поставляет своего царя на трон. Եվ Աստված ինքը ծիծաղում է այդ ազգերի ու ժողովուրդների որոշման вրա եւ ի պատասխան դրան իր որդուն դնում գահի վրա որպես թագավոր։ И мы знаем, что согласно завета Давидова, который Бог заключил с Давидом, каждый потомок, который восходил на трон, Бог называл его своим сыном. Եվ մենք տեսնում ենք Դավթի հետ Աստծո կապած ուխտից հետո, երբ որ ամեն հաջորդ ժառանգը գահին նստում էր, Աստված նրանց իր որդի էր անվանում։ И Бог ясно понимал, что эти потомки, они будут грешить и иногда будут непослушны. Աստված շատ լավ գիտեր, որ այդ սերունդները մեղանչելու էին, անհնազանդ էին լինելու։ Но Бог обещал Давиду, что они будут платить за свои грехи, но Бог не отнимет от них своей милости. Աստված Դավթին խոստացավ, որ նրանք իրենց մեղքերի հատուցումը կստանան, բայց Աստված երբեք իր ողորմությունը նրանից վեր չի առնի։ Но Христос по плоти также имеет право на царство, на трон. Բայց Քրիստոսը մարմնով նույնպես իրավունք ունի գահին լինելու, թագավոր լինելու։ И мы знаем, что авторы ясно предписывают в конечном итоге этот псалом непосредственно к Иисусу Христу как окончательному исполнению этого обетования, пророчества. Եվ մենք գիտենք, որ այս Սաղմոսի հեղինակը նույնպես վերջնականապես այդ խոստման մասին է ասում, որ ի վերջո վերջնական այդ թագավորը, այդ դիրքը Հիսուսի համար է պահված։ Поэтому, когда во втором псалме звучит утверждение «Ты, сын мой, я ныне родил тебя», тут возникает вопрос, когда произошло это рождение? Ուստի, երբ որ այդ երկրորդ Սաղմոսում ասվում է, որ դու իմ որդին ես, ես այսօր քեզ ծնեցի, հարց է ծագում, երբ է այդ ծնունդը տեղի ունեցել։ Ну, в жизни Иисуса Христа, как вы думаете? Հիսուս Քրիստոսի կյանքում դուք ինչ կարծիքի եք։ Դե նրա խոսքը երևի վերաբերում է հարության մասին։ Наверное, здесь слово идет о воскресении. Согласен. Համաձայն եմ, Ну, рождение не означает начало в данном случае. բայց տվյալ պարագայում ծնունդը չի նշանակում սկիզբ։ Христос всегда существовал до момента своего воплощения. Քրիստոսը միշտ ինքը եղել է, նույնիսկ մինչև այն պահը, երբ որ ինքը մարմին հագավ։ И он всегда был Сыном Божьим. Եվ նա միշտ եղել է Աստծո որդի։ Но когда мы смотрим в контексте Псалом 2, мы понимаем, что когда этот псалом использовался, он использовался в контексте инаугурации царя. Բայց երբ որ նայում ենք երկրորդ Սաղմոսի համատեքստը, հասկանում ենք, որ նա օգտագործվել է թագավորի թագադրման համատեքստում։ Поэтому, когда царь восходил на трон, это тот момент, когда
Бог провозглашал его своим сыном. Ոստի այս պահին, երբ որ թագավորը արդեն գահին է բազմում, Աստված նրան հռչակում է, նորից հայտարարում որպես իր որդի։ А, И вопрос заключается в том, говорит ли Писание о том, что воскресение Иисуса Христа является этим моментом. Հարցը այն է, թե գրվածքը արդյոք ասում է, որ Քրիստոսի հարությունն է հենց այդ պահը։ И определенно Павел так рассматривал этот текст. Եվ մասնավորապես Պողոսն էլ է այդ տեքստը այդպես դիտարկում։ В Деяниях 13 глава 32-33 стихи мы видим, Павел цитирует там этот псалом в качестве подтверждения воскресения Иисуса Христа. Գործք 13-32-33-ում մենք տեսնում ենք Պողոսը հղում է կատարում այս սաղմոսին որպես հաստատում Քրիստոսի հարության։ И Римлянам 1:4 написано, что Иисус, Он открылся Сыном Божьим через воскресение из мертвых. Եվ Հռոմեացիս 1:4-ում ասում է, որ Քրիստոսը հայտնվեց որպես Աստծո որդի մեռելներից հարություն առնելով։ Снова же, это не означает, что до этого Он не был сыном, Բայց но դա չի նշանակում, թե մինչ այդ նա որդի չէր։ Но воскресение стало доказательством того, что это стало всем очевидно. Բայց հարությունը դարձավ ապացույցը այն բանի, որ հիմա ամեն ինչը ավելի ակնհայտ է բոլորի համար։ И что еще следует сказать? Понятие «сын» не означает «меньше отца». Որդի հասկացողությունը դա չի нշանակում հորից ավելի փոքր։ Часто свидетели Иеговы высмеивают Иисуса Христа. Я однажды с ними беседовал, они меня спросили, у тебя есть сын? Я сказал, ну да, есть. И они говорят, ну что, сын это ты? Եվ երբեմն Եհովայի վկաները այդպես կարծես ծաղրելու ձևով են ասում, օրինակ մի անգամ ես իրենց հետ խոսում եի, ինձ հարցնում են, ասում են որդի ունես, ասում եմ այո, որդի ունեմ, ու ինձ ասում են դե ինչ, այդ որդիդ դու ես։ Но проблема в том, что нам нужно понимать понятие сын не так, как нам пытаются свидетели Иеговы навязать, а так, как Писание представляет. Եվ այստեղ խնդիրը նրանում է, որ մեզ պետք չէ որդի ասվածը հասկանալ այնպես, ինչպես կարծես մեզ փորձում են ստիպել Եհովայի վկաները, այլ նայել որդին ըստ Աստվածաշնչի հասկացողության։ Поэтому таким умникам я всегда показываю Евангелие от Иоанна 5:18. Դրա համար այդպիսի ճակերտավոր գիտուններին ես Հովհաննես Ավետարանի 5:18-ն եմ бացում։ Там написано, что Иисуса искали убить не только потому, что он нарушал субботу, но и отцом своим называл Бога, делая себя равным Богу. Եվ այս խոսքում ասվում է այն, որ նրանք փնտրում էին, որպեսզի Հիսուսին սպանեն, ոչ միայն այն բանի համար, որ շաբաթը խախտել էր, այլ որ ինքը իրեն Աստծուն հավասար էր համարում։ Поэтому сын, он Որդի էր համարում обладает եւ Աստծուն հավասար։ такой же природой, как и отец. Ոստի որդին իր մեջ կրում է, նա ունի այն նույն էությունը, բնույթը, ինչ որ հայրը։ Иоанна 10 глава 30-33 стихи тоже говорят о том, что Հովհաննեսի 10:30-33-րդ խոսքերն են այդ Иисус ասում, Христос равен. որ Հիսուսը հավասար է։ Ну, Иоанна 10, 30, 32, 33. Тут опять иудеи Հովհաննեսի взяли камни, чтобы побить его. 33 խոսում է, որ За что вы քարեր хотите побить меня վերցրեցին, камнями? քարեր վերցրեցին, որպեսզի նրան սպանեն, եւ ինքն է հարցնում է, ինչու եք ուզում ինձ քար կոծել։
Поэтому э, эта цитата является ясным указанием на то, кем является Иисус Христос и то, что Он выше всех ангелов. Ուստի այս հղումը հաստատումն է այն բանի, թե իրականում ով է Հիսուս Քրիստոսը եւ որ նա բարձր է վեր է հրեշտակներից։ В 6 стихе мы видим еще одно доказательство. 6-րդ խոսքում տեսնում ենք մեկ այլ ապացույց։ Это еще одна проблема для свидетелей Иеговы. Սա մեկ այլ խնդիր է Եհովայի վկաների համար։ Цитата: «И да поклонятся ему все ангелы Божии». Եվ մեջ բերումը հետևյալն է. եւ թող նրան երկրպագեն Աստծո բոլոր հրեշտակները։ Поэтому здесь мы... Так, секунду. Тут два момента видим в 6 стихе. Первородный Այստեղ երկու бան ենք տեսնում 6-րդ խոսքում՝ Անդրանիկ и, собственно, саму цитату. եւ հենց անմիջապես մեջ բերումը։ Ну, буквально первородный означает тот, кто привел раньше или первый. Բառացիորեն հենց Անդրանիկ նշանակում է նա, որ առաջինն է եղել, բոլորից Но առաջ, Но нам следует ясно понимать, что это, по сути, термин, который обладает значением, который не обязательно означает родиться первым. բայց մեզ պետք է հասկանալ, որ այս արտահայտությունը ըստ էության անմիջական իմաստով միայն այն չէ, որ առաջինն է ծնվել։ Поэтому речь идет о преобладании. Այստեղ խոսքը գերազանցության մասին է, երիշխող դիրքի մասին։ Да, мы можем сказать, что в те времена и в той культуре первый родившийся сын, как правило, имел среди народа право на первенство и наибольшее благословение. Այո, մենք գիտենք, որ այդ հին ժամանակներում նրանց մշակույթում, երբ որ ընտանիքում առաջինը ծնվում էր, Անդրանիկը ծնվում էր, նա ավելի մեծ իրավունքներ ուներ, ազգի մեջ այդ անդրանիկության իրավունքը ուներ, առավելությունը։ Но не всегда, снова же, перворожденный — это первенец. Բայց միշտ չէ, որ առաջին ծնվածն է եղել Անդրանիկը։ И это видно как из контекста этого отрывка самого автора, так и в других текстах Ветхого Завета. Եվ դա երևում է թե այստեղ մեր ունեցած հատվածի համատեքստում, թե հին կտակարանի տարբեր մասերում։ Например, можно посмотреть... Օրինակ, կարելի է նայել Так. Бытие 49, 3. Ծննդոց 49:3 Почитать нам? Угу. Ով Ռուբեն, իմ Անդրանիկ, իմ ուժը, իմ զորության, պատվի գերազանցության եւ կարողության գերազանցության սկիզբը։ Поэтому кто первенец? Ռուբեն։ Ով է Անդրանիկը։ Ռուբենը, Рувим, правильно. Դա Այո. Ռուվիմ։ А Иеремия 31:9. Երեմիա 31:9 իսկ դա լացով եմ գալու եւ աղերսանքներով եմ տանելու նրանց պիտի առաջնորդեմ դեպի ջրերի վտակները ուղիղ ճանապարհով, որի մեջ չպիտի սայթաքեն, որովհետեւ Իսրայելի համար ես հայր եղա ու Եփրեմն իմ Անդրանիկն է։ Так кто первенец? ով է Անդրանիկը։ Եփրեմ, Իֆրիմ։
Они двойнята, да? Как Они двойнята, они вместе сразу родились. իրենք ինչ է զույգ էին, միասին էին ծնվել։ Нет. Ну, очевидно, что Ефрем, он не родился первым. Ակնհայտ է, որ Եփրեմը առաջին ծնվածը չէր։ Поэтому есть, ну, титул, понятие первенец как наследник, который обладает Այսինքն правом, преимуществом. գոյություն ունի այլ տիտղոսը, որպես դիրք, որ տրվում էր որպես անդրանիկության իրավունք ունեցող ամբողջ ժառանգության վրա։ И поэтому, когда Павел в Колоссянам говорит о том, что Христос, он первенец, это означает, что он имеет право на все. Ուստի, երբ որ Կողոսացիսում Պողոսը խոսում է Քրիստոսի մասին որպես անդրանիկ, դա նշանակում է, որ նա իշխանություն եւ իրավունք ունի ամեն ինչի վրա։ Итак, мы видим, что автор говорит, что Христос, он первенец, и в то же самое время он приводит цитату из Ветхого Завета, которая говорит, что ему поклонятся все ангелы. Եվ այս հատվածում մենք տեսնում ենք, որ հեղինակը մի կողմից ասում է, որ նա անդրանիկն է, իսկ շարունակության մեջ բերում է անում, որտեղ ասում է, որ նրան պիտի երկրպագեն բոլոր հրեշտակները։ Поэтому мы видим, что ни одному человеку в Писании ну, нельзя поклоняться. Դրա համար մենք տեսնում ենք եւ գիտենք, որ Աստվածաշնչում չկա որևէ տեղ, որ որևէ մարդու պետք է երկրպագել։ У Корнилия было искушение Петру поклониться. Կորնելիոսը այդպիսի գայթակղություն ունեցավ, որ երկրպագի Պետրոսին։ Что Петр сказал? Встань, я тоже человек. Պետրոսն ինչ ասեց, ոտքի ել, ես նույնպես մարդ եմ։ У апостола Иоанна было искушение поклониться дважды кому? Իսկ Հովանես Արաքյալը երկու անգամ գայթակղություն ունեցավ երկրպագելու Հրեշտակին։ Անգել։ անգել։ Да. И что ангел сделал? Իսկ հրեշտակն ինչ արեց։ Переадресацию. Վերաուղղորդեց հասցեն, ուրիշ հասցեև։ Տակուտ։ Это не ко мне, это выше, да. Ասում էր դա ինձ պետք է ուղված չլինի, այլ վերևներում եղածին։ Единственный, кто заслуживает поклонения, это Бог. Միակը, ով արժանի է երկրպագության Աստված է։ Единственный, кто требует к себе поклонения, это сатана. Միակը արարածը, որ իր նկատմամբ երկրպագություն է պահանջում, դա սատանան է։ Он Христу предлагал короткий путь без страданий. Նա Քրիստոսին էլ առաջարկեց առանց չարչարանքների կարճ ճանապարհ, Но этот вариант не прошел. բայց այդ տարբերակը չանցավ։ Поэтому единственный, кто заслуживает поклонения, это только Бог. Ուստի միակը, ով արժանի է երկրպագության Աստվածն է։ И это с одной стороны. С другой стороны, мы видим ясное и четкое учение в Писании, что Бог не разделяет своей славы с кем-либо. Դա մի կողմից, մյուս կողմից էլ Աստվածաշնչում մենք հստակ տեսնում ենք, որ Աստված իր փառքը երբեք որևէ մեկի հետ չի կիսի։ И поэтому есть определенная проблема, если Иисус Христос это не Бог. Ուստի գոյություն ունի մի առանձին խնդիր, եթե Հիսուս Քրիստոսը Աստված չէ։ Если он творение, то получается истинный Бог повелевает ангелам поклониться творению. Եթե նա արարված է, ինչ է ստացվում, որ Աստված հրեշտակներին ասում է երկրպագեք արարվածի, Плюс сам Бог, который является источником всего и самодостаточный, и который требует поклонения только себе, святых ангелов, մյուս повелевает կողմից святым ангелам поклониться Иисусу. Աստված, որ ինքնաբավ է եւ
ամեն ինչից վեր է, ինչ է ստացվում, այդ Աստված հրեշտակներին ասում է, որ իրենք հիմա երկրպագեն, հնազանդվեն Հիսուսին։ Поэтому это очень ясная цитата, которая указывает на положение Иисуса Христа выше ангелов. Ուստի սա շատ հստակ մեջբերում է, որ ցույց է տալիս Քրիստոսի գերազանց լինելը հրեշտակներից, վեր լինելը։ И у евреев очень, скажем, такой простой взгляд. Есть люди, есть ангелы, а выше ангелов есть только Бог. Դրա համար հրեաների մոտ այս ամեն ինչը շատ պարզ է։ Կան մարդիկ, կան հրեշտակներ, իսկ հրեշտակներից վեր միայն Աստված է։ Поэтому кто это такой Иисус, которому поклоняются ангелы? Ուստի ով է այս Հիսուսը, որին երկրպագում են հրեշտակները։ Ну, святые ангелы будут совершать идолопоклонство, если он творение. Այդ սուրբ հրեշտակները կռապաշտության մեջ կընկնեն, եթե նա արարված է։ Поэтому здесь мы видим два очевидных факта. Никому нельзя поклоняться, Այստեղ երկու հստակ փաստ ենք տեսնում։ и Չի поклоняться нужно только Иисусу. ոչ մեկի պետք չէ երկրպագել, երկրորդը պետք է երկրպագել միայն Հիսուսին, խոնարհվել նրա առաջ։ И во время своего земного служения мы видим также Иисус Христос принимал поклонение. Եվ նաև իր երկրավոր ծառայության ժամանակ մենք տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոսը ընդունում էր երկրպագությունը։ В то же самое время он сам учил и указывал это, если я не ошибаюсь, как раз в момент искушения сатане, что нужно только Богу поклоняться. Եվ նա նաև սովորեցնում եւ ցույց էր տալիս եւ նաև ինչպես սատանայի հետ գայթակղության դրվագում նա նշում է, որ միայն Աստծուն է պետք երկրպագել։ Поэтому вывод простой. Нет никого подобного Иисусу, и Он есть Бог. Ուստի մեր եզրահանգումը շատ պարզ է, Հիսուսի նման չկա եւ նրան պետք է երկրպագել որպես Աստված։ Следующее доказательство 7, 8, 9 стихи. Հաջորդ ապացույցը 7-8-9 խոսքերն են։ Мы видим превосходство из-за его уникального статуса господина по сравнению со статусом слуги. Մենք տեսնում ենք նրա գերազանցությունը որպես Տեր, համեմատած պարզապես ծառա լինելու։ Есть текст перед вами, да? Да, Прочитайте. какой стих нам читать? Какой? 7? 7 по 9. Բայց հրեշտակների մասին ասում է, նա որ իր հրեշտակներին հոգիներ դարձրեց ու իր ծառաներին կրակի բոց, սակայն որդուն ասում է, քո գահը Աստված հավիտյանս հավիտենից է, քո թագավորության գավազանը արդարության գավազան է, արդարությունը սիրեցիր եւ անօրենությունը ատեցիր, դրա համար Աստված քո Աստվածը քեզ օծեց ուրախության յուղով ավելի, քան քո ընկերներին։ В этих стихах у нас есть цитата из Псалма 104, 4 стих. Այստեղ մեզ մոտ հատված կա Սաղմոս 104-ից 4-րդ խոսքը։ И в контексте этого псалма речь идет о суверенитете Бога над всем. Իսկ այդ Սաղմոսի համատեքստում խոսվում է ամեն ինչի վրա Աստծո ինքնիշխան սուվերեն լինելու մասին։ И поэтому мы видим описание, что Бог контролирует все свое творение. Մենք տեսնում ենք, որ Աստված կառավարում է, վերահսկում է իր ամբողջ արարչությունը։ И он использует свое творение для своих целей. Եվ նա արարչությունը օգտագործում է իր նպատակների համար։
Тут есть, ну, сейчас нету времени разбирать все эти, скажем так, нюансы разночения, просто озвучу, что есть некоторая, скажем, текстуальная проблема между еврейским текстом и септуагинтой, переводом. Ահա, կան այստեղ որոշակի նրբություններ, ամեն ինչը մենք չենք հասցնի դիտարկել։ Ուղղակի ընդհանուր ձևով ասեմ, որ եբրայական եւ այդ Սեպտուագինտայի կամ այդ 79-ի տեքստերի միջև որոշակի անհամաձայնություններ կան, Поэтому, ну, разные толкователи по-разному пытаются, скажем так, объяснить, почему автор использует такую цитату и как объяснить эту разницу. Но истина достаточно понятна. եւ տարբեր մեկնիչներ տարբեր մոտեցում ունեն ասելով թե ինչու է օգտագործել հեղինակը այս մեջբերումը, ինչ տարբերություններ կա, բայց իմաստը նույնն է, Бог делает своих служителей, ангелов, сильными, как пылающий ветер. Աստված Աստված իր հրեշտակներին И կրակի также բոցի նման իր ծառաներին կրակի բոցի պես է անում իր հոգիներ դարձրեց հրեշտակներին հոգիներ դարձրեց եւ իր ծառաներին կրակի բոցի պես и мы с вами понимаем, что ангелы это сотворенные существа, цель которых служение Богу. Я մենք думаю, с этим գիտենք утверждением никто спорить не будет. հասկանում ենք որ հրեշտակները արարված էակներ են եւ նրանք ստեղծված են Աստծուն ծառայելու համար եւ վստահ եմ որ այստեղ ոչ մի կասկած չկա Есть вопрос, да, у Харсофа? հարց ունենք հա Խոս։ հա Ահա, մհմ, այնպես լսում։ Հա, ես լսվում է Այստեղ ոնց պետքա ձևակերպեմ, ճիշտ ասած, արդեն մոռացա մի քիչ Լիանա ջան, բայց հարցը սեն է, որ իմ կտակարանում, այսինքն գրված է Հոտեր Աստծուն երկրպագիր ու նրա անունով երդվիր։ Հիմա Հիսուսը ասում է միայն Տեր Աստծուն պետք է պաշտես, մենք դրա համար, այսինքն մենակ Աստծուն, մենակ իրան ենք պաշտում, որովհետև Հիսուսն է ասում, թե հին ուխտում էլ է այդպես ձևակերպված։ Միտքս այն է, ոտ մհմ, որ կարդում եմ կարող եկի մոտ հարց առաջանա, նրան էլ, Աստծուն էլ, այն մեկին էլ, օրինակի համար։ Հա մենք հասկանում ենք որպես քրիստոնյա, բայց այդպես հստակ խոսք կա հին կտակարանում, որ մենակ Աստծուն պետք է պաշտես։ Вопрос такой, в Ветхом Завете мы читаем, что поклоняйся только Богу твоему, и вот как если ты даешь какую-нибудь клятву, только вот используя имя твоего Господа. А потом в Новом Завете мы читаем, что Иисус говорит, что только твоему Богу, единственному, только Богу поклоняйся. Вот мы это принимаем в Новом Завете из слов Иисуса, что мы должны единственно только Ему поклоняться, Богу. А в Ветхом Завете точное такое местописание есть, что поклоняться только Богу. Я имею в виду, что мы это читаем, мы знаем как верующие. А вот если кто-то так почитает, ясно будет это? 10 заповедей, первые две дают Мгм. ясно понять, что только Бог заслуживает поклонения, и он Мгм. отвергает всякое идолопоклонство. 10 պատվիրաններից առաջի երկու պատվիրանը հստակ ձևով ասում են, որ միայն Աստված է արժանի, միայն Աստծուն է պետք երկրպագել, իսկ ուրիշներին, ուրիշ որևէ բանի երկրպագելը դա արդեն կռապաշտություն է։ Ну, тоже мы увидим еще в Ветхом Завете
Есть намеки, есть поклонение ангелу Господню. Հին կտակարանում մենք նաև տեսնում ենք որոշակի ակնարկներ տիրոջ հրեշտակին երկրպագելու առումով И он обладает божественными качествами. եւ նա տիրապետում է աստվածային հատկանիշների Ну, поэтому, ну, мое личное мнение и вывод относительно этих особых моментов, речь идет о предвоплощенном Христе, который являлся в Ветхом Завете. Դրա համար իմ անձնական կարծիքն այն է, որ այդ առանձին տեղերը, որ տիրոջ հրեշտակի մասին է խոսքը երկրպագելու, դա նախամարմնացյալ Քրիստոսն է, իր մասին է խոսքը այդտեղ։ И мы знаем, что все три личности Троицы достойны поклонения. Եվ մենք գիտենք, որ երրորդության բոլոր երեք անձերը արժանի են երկրպագության։ Но данная тема, она раскрывается постепенно, в Բայց прогрессивном откровении. այս թեման աստիճանական ձևով է բացվում, այսինքն ունի պրոգրեսիվ բացվելու պրոգրեսիվ հայտնության ընթացք։ Как-то так. Այսպիսի պատասխան։ Вернемся к нашему тексту. Можно еще один Да, вопрос? давайте. Ոնց հասկանանք, որ դասախոսն ասում է, որ Հիսուսը հավիտենից էր որդի։ Ոնց հասկանանք հավիտենից որդի էր։ Այսինքն ոնց կբացատրի, որ ավելի մանրամասն տիրապետենք էլի ինֆորմացիային։ Как вы объясните вот это выражение, что он как бы вечный сын, ну в армянском как бы говорится смысл того, что в вечности он был сыном. Как вы можете объяснить, чтобы нам легче было это все как-то передать другим? От вечности до вечности он был сыном, как бы. Ինչու համար եմ հարցնում, որովհետև շատ հիմար մտքերի եմ ես վերջերում լսում մարդկանցից, ոնց միանշանակ հիմար մտքեր է, բայց ոնց, եթե հավիտենից է որդի, ինչ Աստված կին ունի, այսինքն այս պահը ոնց, եթե հավիտենից ինքը որդի է, այդ ոնց է հավիտենից որդի, այդ խոսքով իմաստը արդեն հասկանալի է։ Вот почему я задаю такой вопрос? Очень. Да, мусульманները ավելի շատ, չէ՞։ Քրիստոնյա խոսալով ասում եմ։ Вот почему я задаю такой вопрос? Многие люди, я понимаю, это очень тупые вопросы, но люди задают. Если вечный сын, это что, у Бога жена, что ли? И иногда мне трудно ответить на эти вопросы. Часто даже вот как бы христиане среди христианских людей вот задают такой вопрос. И мне трудно. Ну, я думаю, нам всем отчасти трудно, потому что мы говорим о природе Бога. Գիտեք, բոլորիս մոտ էլ այդպիսի դժվարություններ առաջանում են որոշակիորեն, որովհետև մենք այստեղ խոսում ենք Աստծո էության մասին։ В этом мире нет ничего и никого похожего на Бога. Այս աշխարհում ոչինչ, որևէ մեկը, ինչ որ բան չկա, որ Աստծուն նման լինի։ Но Бог сотворил человека по своему образу и подобию. Աստված մարդուն արարեց իր պատկերով ու նմանությունով։ Но есть большая разница между Богом и творением. Բայց շատ մեծ տարբերություն կա Աստծո եւ արարվածների արարչության միջև։ И мы отличаемся от Бога. Եվ մենք տարբերվում ենք Աստծուց։ Мы ограничены, мы конечны, Он безграничен и бесконечен. Մենք սահմանափակ ենք, մենք
հավիտենից չենք, իսկ ինքը անսահմանափակ է ու հավիտենական։ Человек представляет собой одну личность, Бог в одной природе имеет три. Մարդը ինքը մեկ անձ է ներկայացնում իրենից, բայց Աստված իր էությամբ երեք անձ է։ Мы находим эти истины в Писании, но до конца объяснить, как все работает, мы не в состоянии. Մենք այս ամենը գտնում ենք Աստվածաշնչում, բայց մենք ի վիճակի չենք այս ամեն ինչը մինչև վերջ ավարտուն ձևով բացատրելու։ Но это не причина отвергать собственное утверждение. Բայց սա պատճառ չի, որ մենք մերժենք այս հաստատուն մտքերը։ Так делают как раз свидетели Иеговы. Я читал Հենց այդպես статью против Троицы. Եհովայի վկաներն են դրանով զբաղվում։ Ես կարդացել եմ երրորդության դեմ նրանց գրած բաները։ И там был вывод в этой статье. Учение Троицы мы должны отвергнуть, потому что оно нелогично. Իրենց հոդվածում գրել են, ասում են երրորդության մասին ուսմունքը մենք պետք է մերժենք, որովհետև այն տրամաբանական չէ։ Другими словами, их Бог должен быть такой, чтобы его можно было объяснить. Այլ խոսքերով ասած, իրենց Աստված այնպիսին պիտի լինի, որ հնարավոր լինի նրան բացատրել, թե նա ինչպիսին է։ Поэтому, когда Бог открывает и говорит о себе, Он часто прибегает к определенной аналогии, но она имеет свои пределы. Ուստի, երբ որ Աստված ինքն է բացում, ինքը սկսում է իրեն հայտնել իր մասին խոսել, ինքը որոշակի անալոգիաներ է բերում, բայց դա էլ որոշակի չափ ու սահմանի մեջ է։ Поэтому тот факт, что Бог решил провести определенную параллель взаимоотношений между Бог Отец между собой и своим Сыном, провести параллель между Отцом и земным Сыном, это означает, что мы только отчасти чем-то похожи на Бога в этом, но это не означает, что мои взаимоотношения с Отцом – это копия взаимоотношений Отца и Сына на небе. Скажем так. Имеете в виду с земным отцом? Да. С земным отцом? Да. Угу. Поэтому, скажем так, да. как неправильно так сказать, упаси меня, Боже, чтобы так было. Чтобы Бог был похож на моего земного отца или на наши взаимоотношения. Они не были нормальные. Երբ որ Աստված այդ զուգահեռները տանում է, երբ որ ինքը բացատրում է, երբ որ ինքը տալիս է հայր-որդի հարաբերությունը, թե ինչպիսին է հոր եւ որդու միջև հարաբերությունները, իսկ մենք երկրի վրա ունենք մեր երկնային հայրերին, դա չի նշանակում, որ մեր հայր եւ որդի հարաբերությունները նույն պատճեն են, ինչ որ Աստծո ասած հայր-որդի հարաբերությունները եւ ինքը ասում է Աստված չանի, որ հանկարծ իմ ու իմ հոր հարաբերությունները նման լինեն հայր Աստված որդի հարաբերություններին, այդպես չի դա։ Ուղղակի որպեսզի մեզ հասկանալի լինի, ինքը այդ զուգահեռնել է տանում։ Поэтому нам нужно позволить, скажем, Писанию говорить нам, что означают эти взаимоотношения отец и сын. Ուստի մենք պետք է թույլ տանք, որ Աստվածաշունչը инքը մեզ սովորեցնի, բացատրի, թե ինչ է նշանակում հայր-որդի հարաբերությունը։ Ну, как мы уже видели, в Иоанна 5:18 сын разделяет природу отца. Եվ ինչպես արդեն տեսանք Հովհաննես 5:18-ից, որդին նույն հոր էությունն է կրում։ И как Христос говорит о своем сыновстве, он говорит, что я пришел для того, чтобы выполнять волю Отца. Сын выполняет волю Отца. Եվ երբ որ Հիսուսը խոսում է որդիության մասին, ինքը ասում է ես եկա, որպեսզի հորս կամքը կատարեմ, այսինքն որդին հոր կամքը կատարող է։
Поэтому об этих аспектах идет речь, а не о том, что ну, фантазируют некоторые люди и мормоны в том числе, которые верят, что они будут богами, и в действительности у Бога Отца есть Бог-Мать, которая плодит души, которых нужно привести в этот мир. Это такой бред и лжеучение. Եվ դրա համար տեսեք բազմաթիվ կեղծ ուսմունքներ կան, ինչպես օրինակ մորմոնների մոտ, իրենք այդպիսի խելագար բաներ են խոսում, որ իբր իրենք պիտի մի օր աստվածներ լինեն, իբր աստված երկնքում ինչ որ մեկի ունի, որ ինչ որ աստվածուհու նման ինչ որ մի էակ, որ ինչ որ հոգիներ է բազմացնում, որոնց պետք է բերել երկիր, այսպիսի խելագար բաներ են խոսում, բայց այստեղ հայր որդի հարաբերության կողմը, որ ուշադրության է արժանի, այն է, որ որդին կատարում է հոր կամքը, ոչ թե ուրիշ բաներ։ Поэтому мы должны эти термины отец, сын рассматривать в тех рамках, в которых ну, Писание их рассматривает. Ուստի մենք հայր-որդի հարաբերությունները այնպիսի շրջանակի մեջ պետք է դիտարկենք, ինչպես Աստվածաշունչն է դիտարկում։ Надеюсь, помогает. Հուսով եմ օգտակար էր Ну, относительно բացատրությունը։ вечного сыновства в богословии есть спорный этот счет. Իսկ հավիտենից որդի այդ արտահայտության հարցում աստվածաբանների մեջ որոշակի հակասական մոտեցումներ կան, վիճահարույց է։ И насколько я понимаю, что МакАртур одно время верил, что Христос когда-то стал в вечности в прошлом сыном, а не был всегда. Но потом он поменял свой взгляд. Извиняюсь, как сказали вы? Ну, если я правильно помню, то Джон МакАртур, он верил, что Христос не обладал вечным сыновством, а когда-то стал. Но потом он изменил свой взгляд. Որքան ես հիշում եմ, Մակ Արտուրը Հիսուսի որդիության մասին ասում է, որ նա միշտ չէ կրել այդ որդիություն ասվածը, այլ ինչ որ մի ժամանակ նոր այդ որդիությունն է արել, դրա մեջ է եղել, բայց որքան գիտեմ, հետո ինքը իր կարծիքը փոխել է։ Մեկը հիշեցին շատ հարցեր ունենք տալու երկնքում։ Все равно у нас столько вопросов, но времени будет на небесах задавать все эти вопросы. Ну, это важные вопросы. Բայց սրանք կարևոր հարցեր են։ Мы для этого отчасти собрались. Ինչ որ իմաստով նաև դրա համար ենք հավաքվել։ Вернемся к нашему тексту. Ангелы являются слугами. Վերադառնանք մեր տեքստին, հրեշտակները հանդիսանում են ծառաներ։ Другими словами, они выполняют функцию служения. Այլ կերպ ասած, նրանք ծառայության գործառույթն են իրականացնում։ А что касается Христа, то 8 стих автор цитирует цитату, которая относится к Богу и применяет ее к Иисусу Христу. Այստեղ 8-րդ խոսքում հեղինակը մեջբերում է մի հատված, որ Աստծուն է վերաբերվում եւ ինքը սա կիրառում է Հիսուս Քրիստոսի համար։ Это еще одна ясная цитата, которая говорит о статусе Иисуса Христа как Бога. Սա մեկ այլ հստակ մեջբերում է, որտեղ Հիսուս Քրիստոսի կարգավիճակի մասին խոսում է որպես Աստծո։ И поэтому Христос есть Бог, Он бесконечно превосходит всех ангелов.
Ուստի Քրիստոս Աստված է եւ ինքը անսահման աննկարագրելի ձևով գերազանց է հրեշտակներից։ Поэтому Христос царь, а ангелы это государственные служащие. Ուստի Քրիստոսը թագավոր է, իսկ հրեշտակները այդտեղ այդ թագավորական գործի ծառայողներն են։ И как царь Христос обладает этим жезлом властью. Եվ որպես թագավոր Քրիստոսը տիրապետում է այդ իշխանության գավազանին։ Поэтому мы видим Христа, который держит все вместе, сотворил небеса, который Քրիստոսին совершил очищение греха. Քրիստոսին տեսնում ենք, որ արարել է ամբողջ արարչությունը, այն կրում է, պահում է եւ մաքրել է մեղքից, И он помазанный Богом царь-сын. եւ նա Աստծուց օծված թագավոր որդի է։ У него очень много силы. Եվ նրանում շատ մեծ զորություն կա։ И также мы видим его характер. 9 стих. Ты возлюбил правду и возненавидел беззаконие. Եվ նաեւ մենք տեսնում ենք նրա բնավորությունը 9-րդ խոսքում, որ ասում է դու արդարությունը սիրեցիր եւ անօրենությունն ատեցիր։ Поэтому снова автор показывает, что Иисусу Христу нет равных. Նորից հեղինակը ցույց է տալիս, որ Հիսուս Քրիստոսին հավասար մեկը չկա։ Так, что у нас с перерывом? Մեր ընդմիջումը երբ է։ Հիմա Լիանա ջան, մի փոքր էլ անցել է։ Сейчас мы Մի опять мы ինչ Հայգից հիմա ճշտենք ու ասենք, հա, եթե կարելի է մի րոպե սպասի դասախոսը, եթե ճակատու շարունակենք։ Если можно через минуту мы выясним, но если вы хотите что-то продолжать как-то, но уже мы время прошли. Ну, я думаю, как раз мы можем здесь остановиться. Մտածում եմ այստեղ կարելի է կանգնել։ Всё. Հա, դե ուրեմն ընդմիջում անենք Լիանա ջան։ Սա որ ընդմիջումն է, քանի րոպեն է։ Դասախոս, էսի երկարն է, հա, տենց է։ Հա։ Լիանա ջան, ուրեմն ժամ, Ինչ։ 1 ժամ։ Да, час у нас перерыв. Перерыв на час. Хорошо. Да. Делаем перерыв. Я тогда отключусь и подключусь, потому что пока света нету.